Այսօր իմ փոքրիկ հետևորդների խնդրանքով որոշել եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել Հայաստանի տիկնիկագործության մասին։ Հայաստանի տիկնիկագործությունն ունի հարուստ պատմություն և ներառում է ինչպես ավանդական, ծիսական տիկնիկների պատրաստում, այնպես էլ ժամանակակից հեղինակային ու կարպետային արվեստ, այն սերտորեն կապված է հայկական հնագույն ավանդույթների, ազգագրության և տիկնիկային թատրոնի զարգացման հետ։ Ծիսական տիկնիկները դարեր շարունակ պատրաստվել են ավանդական տոների ժամանակ, օրինակ զատիկի և բարեկենդանի, ունենալով չարխափան, չարը և բարեբեր հատկանիշներ։ Հայտնի են ակլատիզը, մեծ պահքի խորհրդանիշ, պասպապը, զատիկը, ինչպես նաև գտակը և լուսիկը, որոնք խորհրդանշում են ընտանիքի բարեկեցությունն ու առատությունը։ Վերջին տարիներին մեծ տարածում են գտել ժամանակակից հեղինակային տիկնիկները, որոնք ստեղծվում են տարբեր նյութերից և հաճախ հագցված են լինում ազգային տարազներով։ Ստեղծվում են նաև բացառիկ տիկնիկներ հայկական ավանդական կարպետից ու գորգից, ինչը տալիս է ազգային կոլորիտ և յուրահատուկ գեղագիտություն։ Հայկական տիկնիկներին կարելի է ծանոթանալ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և տիկնիկների պատկերասրահում։ Այստեղ ներկայացված են ինչպես հինավուրց, այնպես էլ ժամանակակից, հեղինակային և հայտնի մարդկանց նմանակող տիկնիկներ։ Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիկները։ Տիկնիկագործությունը, որ առաջներում հայտնի էր իբրև արհեստ, այսօր արդեն արվեստի, մշակույթի գեղեցիկ արտացոլում է։ Ծիսական տիկնիկների մեջ է ամփոփվել ժողովրդի մտածողությունը։ Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով։ Այս տիկնիկները հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասն են կազմել, որոնցից յուրաքանչյուրը ունեցել է իր պատմությունը։ Սովորաբար հայկական ծիսական տիկնիկներ պատրաստել են կանայք՝ օգտագործելով ամենատարբեր նյութերը, հիմնականում փայտ, թելեր, կավ, մետաղ, կաշի, մորթի, մազ, խմոր։ Ահա հայկական տիկնիկների հիմնական տեսակները Հայաստանում։ Նուրի կամ անձրևի հարս։ Նուրին համարվում էր ծաղկազարդի խորհրդանիշ տիկնիկը կամ անձրևի հարսը, որից երաշտի ժամանակ գյուղացիներն անձրև էին խնդրում։ Երբ մարդիկ տառապում էին ջրի սակավությունից, իսկ հողը չորանում և ճաքում էր, Նուրին սկսում էր արտասվել և նրա արտասուքից հողը թրջվում էր, իսկ արտերն ու դաշտերը կենդանություն առնում։ Նուրին անպայման երկար վարսեր և մեծ նշաձև աչքեր է ունեցել, և հենց այս խոշոր աչքերից թափվող արցունքներն էլ կենդանություն են հաղորդել բնությանը։ Նուրիի շապիկը նկարազարդ էր, իսկ գոտին հյուսված էր 7 ծիածանագույն թելերից։ Հնում տարբեր գավառներում Նուրի տիկնիկը պատրաստում էին նաև ցախավելից կամ փայտից։ Գլխին միշտ դնում էին ծաղկեպսակ և ամբողջությամբ նրան ծաղիկներով զարդարում։ Ժողովուրդը Նուրիի մասին անգամ հատուկ երգ է հյուսել։ Ծաղկազարդի տոնի ժամանակ աղջիկ երեխաները Նուրիին պարեցնելով և երգեր երգելով պտտեցնում էին տնետուն, իսկ մարդիկ էլ դռներից և պատուհաններից ջուր էին ցողում Նուրիի վրա։ Տան մեծ կինը նաև երեխաներին էր նվիրում որոշ մթերքներ, մեկը հավքիթ էր տալիս, մյուսը հաց կամ պանիր, և այսպիսով, տներից մթերքները հավաքելով երեխաները խնջույք էին կազմակերպում, եթե պատահմամբ անձրև էր տեղում, երեխաները հրճվում էին և ուրախանում, որ Նուրին իրենց աղոթքը լսել է և իրենց անձրև է տվել։ Վիճակի առուս։ Վիճակի առուսն էլ համարվում էր համբարձման տոնի խորհրդանիշ տիկնիկը։ Համբարձման տոնից առաջ աղջիկները վերցնում էին փառչը, հատուկ կավից սափորը և դրա մեջ լցնում էին 7 աղբյուրից 7 բուռ ջուր, 7 ծաղկից 7 տերև ծաղիկ, 7 հոսող ջրից 7 քար։ Այս ամենը միասին հենց կոչվում էր վիճակ։ Այս վիճակի փառչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները գցում էին նաև իրենց զարդերը, որոնցով հաջորդ օրը պետք է գուշակություններ անեին, և այս ամենի վերջում վիճակի փառչի գլխին ամրացնում էին վիճակի տիկնիկին՝ առուսին։ Վիճակի փառչի մի ամբողջ գիշեր պետք է մնար լուսնի լույսի տակ։ Հաջորդ օր առավոտյան վիճակը տեղափոխվում էր գուշակություններ անելու։ Աղջիկները խմբերով գնում էին սարերը և բազմաթիվ ծաղիկներ հավաքում։ Այնուհետև այդ հավաքած ծաղիկներից ծաղկեպսակներ էին պատրաստում, որոնք համբարձման տոնին պետք է նվիրեին տոնի մասնակիցներին։ Համբարձման ծեսի ժամանակ գովերգվում էին աստղերին, երկինքը,
Բնությունը, բազմաթիվ գեղեցիկ երևույթներ և հատկապես սերը։ Համբարձման տոնի ժամանակ էին պատրաստվում նաև արուսի տիկնիկը և կաթնով, որը հետագայում լցնում էին դաշտերը որպես զոհաբերություն, որպեսզի տարին առատ լինի։ Վիճակի արուսին պատրաստելու համար աղջիկները վերցնում էին խաչաձև փայտ, շորեր հագցնում, գլխին հատուկ հարմարանք դնում, վրան աչքեր և բերան նկարելով։ Տիկնիկն ունենում էր հատուկ ճակատնոց և հարուստ զարդեր։ Ասիլիկ և վասիլիկ գոյություն ունեին նաև յուրահատուկ խմորից պատրաստված տիկնիկներ, սրանք կոչվում էին ասիլիկ-վասիլիկներ։ Այս տիկնիկները հիմնականում թխվում էին գուշակություններ անելու նպատակով ամանորի նախօրյակին, կախված թե ում համար էին գուշակություն անելու։ Այս տիկնիկները կարող էին ունենալ տարբեր կերպարանքներ, դրանք կարող էին լինել մարդու, կենդանու կամ քսակի տեսքով։ Խմորի վրա ձու էին քսում, զարդարում չամիչով և ընկույզով, այնուհետև դնում վառարանի մեջ։ Եթե այն թխվելիս ուռչում էր, ապա ընտանիքում հաջողություն էր լինելու։ Եթե քսակի տեսքով ասիլիկ-վասիլիկը ուռչում էր, ապա տարին առատ ու հարուստ էր լինելու։ Ասիլիկները համարվում էին իգական տիկնիկները, իսկ վասիլիկները արական կերպարով տիկնիկները։ Արական տիկնիկները պետք է պարտադիր արտահայտված գոտի ունենային։ Ուտիստատ և պասպապ։ Ուտիստատն ու պասպապը հանդիսանում էին բարեկենդանի տոնի խորհրդանիշները։ Այս երկու կերպարները մշտական պայքարի մեջ էին գտնվում։ Ուտիստատը պատկերվում էր թմբլիկ և կարմրաթույր տիկնիկի տեսքով, ով ձեռքին միշտ շերեփ ուներ։ Ի հակադրություն դրան, պասպապը պատկերվում էր նիհար և հյուծված, ձեռքին էր միշտ մի փայտ, որով նախատում էր ուտիստատին։ Ուտիստատը համեղ, յուղալի կերակուրներ էր պատրաստում երեխաների համար, որպեսզի նրանք ուտեն և զորացնեն իրենց մարմինը։ Բարեկենդանը համարվում էր այն տոնը, որի ընթացքում մարդիկ կարող էին սրտի ուզածի չափ ուտել և ուրախանալ։ Հետևաբար բարեկենդանը համարվում էր ուտիստատի կամ կանացի իշխանության շրջանը։ Տոնի վերջում մարդիկ վռնդում էին ուտիստատին և դիմավորում պասպապին։ Բարեկենդանի տոնակատարության վերջում ուտիստատին չարչարելով սարից ներքև էին գլորում։ Ակլատիս։ Պասպապի կերպարը հայտնվում էր մարդկանց տներում ակլատիս տիկնիկի տեսքով։ Ակլատիս պատրաստում էր տան ամենատարեց կինը, բոլորից թաքուն։ Ակլատիսը պատրաստում էին հիմնականում փայտից կամ ծղոտից։ Ակլատիսը խստահայաց ծերունու տեսքով տիկնիկ էր, որի ոտքերից ամրացնում էին սոխ կամ կարտոֆիլ։ Սոխը վերածնության ու հարության խորհրդանիշ էր։ Պահքի վերջին օրը այդ սոխից ապուր էին պատրաստում, միայն սոխից և ջրից, որն էլ հանդիսանում էր պահքի վերջին կերակուրը։ Տիկնիկների վրա էլ ամրացնում էին 7 փետուր, որոնք էլ խորհրդանշում էին մեծ պահքի 7 շաբաթները։ Փետուրներից 3-ը հիմնականում սպիտակ էին լինում, մեկը սև ու սպիտակ, իսկ մյուս 3-ը սև։ Սպիտակ փետուրները խորհրդանշում էին պահքի այն շաբաթները, որոնք ընդգրկում էին ձմռան շրջանը, երբ հողը ձյունով էր պատված, իսկ մյուս 3 սև փետուրները՝ այն շրջանը, երբ ձյունն արդեն հալվում էր և երևում էր սև հողը։ Ամեն շաբաթը լռանալուց հետո մեկ փետուր հեռացնում էին։ Այս տիկնիկը հանդիսանում էր նաև պասի օրացույց, և մնացած փետուրներով մարդիկ կարողանում էին հաշվարկել, թե ինչքան է մնացել պասի ավարտին։ Ակլատիսի թևերից քարեր էին կախում և այն ամրացնում երդիքից, որպեսզի երեխաներին վախեցնեին, որ եթե նրանք խախտեն պահքի կանոնները, ակլատիսը քարերով կհարվածի նրանց, իսկ նրա վզից կախված կծու պղպեղները կվառեն երեխաների բերանը։ Ակլատիսը հիմնականում նիհար էր լինում և հյուծված։ Ակլատիսը հանդիսանում էր տղամարդու խորհրդանիշը, որը պետք է հսկեր հնազանդությունը։ Տարբեր գավառներում տարբեր էին ակլատիսի անվանումները՝ ախլոճ, ախածել և այլն։ Հայկական կենցաղում եղել են նաև շատ ուրիշ տիկնիկներ, որոնք ժամանակի ընթացքում ամբողջությամբ դուրս են մղվել կենցաղից և մոռացվել։ Վերը թվարկված ծեսերից շատերն այլևս գոյություն չունեն, և ծեսերի վերացման հետ էլ դրանց խորհրդանշող տիկնիկները նույնպես դուրս են մղվել կենցաղից, սակայն կենցաղում դրանց քիչ կիրառությունը չի խանգարում դրանց մնալ մշակութային ամենագեղեցիկ տարրերից մեկը։